Հայկ Շահնազարյանը ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում։ Արմատներով տավուշցի է, ունի 2 բարձրագույն կրթություն։ Նա ծնվել է մի ընտանիքում, որտեղ հայրենիքը սիրելն ու հայրենիքին նվիրվելը Հայկը տեսել է պապիկի օրինակով, ով մեծ հայրենական պատերազմից վերադարձել էր հաղթանակած, ստանալով ամենաբարձր կոչումներ եւ կրելով ամենապատվավոր շքանշանները։ Փոքր տարիքից հոր աշխատանքի անհրաժեշտությունից դրդված ընտանիքը մեկնել է Հայաստանից, սակայն արդեն երիտասարդ տարիքում Հայկը որոշում է վերադառնալ հայրենիք եւ այստեղ կազմել ընտանիք։ Հետագայում հոր եւ եղբոր հետ միասին որոշում են հայրենիք տեղափոխել նաեւ իրենց աշխատանքը։ Նրանք հիմնում են գործարան, ստեղծում աշխատատեղեր եւ հայրենի հողի դժվարությունները անտեսելով շարունակ առաջ են շարժվում։ Ընտանիքում, որը հայի օրինակելի տեսակ է, միշտ առաջնայնությունը տրվել է հավատքին եւ հայ առաքելական եկեղեցուն ծառայելուն հայրենիքին։ Երկար տարիներ Շահնազարյան ընտանիքը, ինչպես նաեւ Հայկ Շահնազարյանն անձամբ պատիվ են ունեցել լինել եկեղեցու աջակից եւ բարերար, մասնակցելով եկեղեցիների վերականգնմանն ու վերանորոգման գործերին։ Պարգևատրված է ներսեր շնորհալի շքանշանով։ Հայկ Շահնազարյանը երկար տարիներ եղել է այն եզակի համեստ մարդկանց շարքում, ովքեր իրենց ազնիվ աշխատանքից ստացած բարիքի զգալի մասն ուղղել են Արցախին, ինչի համար եւս պարգևատրվել է։ Նա ընտանիքում եւ շրջապատում հայտնի է իր խոսքի եւ իրական գործերի ուժով։ Լինելով արմատներով տավուշցի, նա սիրով եւ նվիրվածությամբ է կիսել մեր երկրի ուրախությունն ու ցավը եւ սեփազան պայքարին միացել է շարժման առաջին օրից։ Շատ տարիներ նա պատիվ է ունեցել լինել Տավուշի թեմի եւ թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողքին։ Հայկը մեկն է այն 18 արդարներից, ովքեր այսօր ապօրինաբար գտնվում են կալանքի տակ, կանգնած ճնշման ու անարդարության առջև, միայն այն պատճառով, որ իրենց սիրով ու հավատով կանգնած են ճշմարտության կողքին։ Ամուսնացած է, ունի 3 անչափահաս զավակ։